Բարև ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ ազգային ժողովրդավարական բևեռի նախընտրական ցուցակի առաջին համար Գևորգ Կարապետյանի հետ։ Բարև ձեզ պարոն Կարապետյան։ Բարև ձեզ։ Պարոն Կարապետյան, առաջին հարցը վստահաբար ձեզ շատ են տվել, բայց ինչու դուք եք գլխավորում ցուցակը, որտեղ ինչքան գիտեմ դուք համակիր էիք բևեռի եւ բևեռում այսպես կոպիտ ասած ավելի կարկառուն գործիչներ կային, Ժիրայր Սեֆիլյանը, Արա Պապյան, ովքեր ավելի շատ էին հանրային գործունեություն ծավալում, ինչու նրանք իրենց թեկնածությունը չեն դնում առաջին համարում եւ ինչու դուք եք ստանձնել։ Շնորհակալություն հարցի համար։ Եթե ուշադիր չեք եղել բևեռի հայտարարությունը ընտրությունների մասնակցության մասով, այնտեղ հստակ նշվել է, որ այս անգամ ընտրությունների ցուցակը համալրելուց առաջի տասնյակում լինելու են երիտասարդներ, ոչ հանրային դեմքեր, ձեր նշվածով, ոչ ավելի քան հանրային մեծ ճանաչում ունեցողներ, այլ երիտասարդ թիմից նախ դա մատնանշում է մի բան, որ բևեռը դա մեկ անձով պայմանավորված դասական մեր տեսած կուսակցություններից չի, բևեռում գտնվող ցանկացած բևեռի անդամ ինքը գաղափարախոսությունը կրողն է, երկրորդը, որ որոշումը կայացվել է բազմաթիվ քննարկումների, քվեարկությունների, բանավեճերի արդյունքում, մյուսը իմ համար դա առաջին հերթին ոչ թե ձեռք բերում է կամ ինչ-որ կարիերայի նոր սկիզբ, այլ ամենագլխավորը, որ մեծ պատասխանատվություն է, որովհետև գլխավորել ազգային ուժի ցուցակ, որը ունի անցած շատ բարդ ու նշանակալից գործունեությամբ լի ճանապարհ, առաջին հերթին այո, պատասխանատվությունն է։ Բայց բևեռը ինչ նպատակներով է մասնակցում ընտրություններին, այսինքն գնում եք խորհրդարանում մանդատներ ունենալու համար, թե իշխանափոխության համար, ձեր այսպես ասած գագաթնակետը, որ պատկերացնում եք այս ընտրությունների արդյունքներով, ո՞րն է լինելու։ Տեսեք, բևեռը էլի կրկնեմ այս սկզբում ասածս, բևեռը այն կուսակցություններից չի, որ ի հայտ է գալիս միայն ընտրությունից ընտրություն, մինչև այդ ոչ մի գործունեություն չի ծավալում։ Բևեռը դուք մանավանդ ուշադիր հետևել եք, տեսնում եք, որ բևեռը մշտապես շատ ակտիվ գործունեություն է ծավալում եւ Սփյուռքում եւ Հայաստանում, իսկ բևեռի մասնակցությունը հաշվի առնելով ներքաղաքական վիճակը բևեռը իրականում ասելիք ունի այս ընտրություններին, որովհետև 20 թվականի մայիսին, որ ձևավորվեց ազգային ժողովրդավարական բևեռը, ինքը որպես կուսակցություն չէր, այլ վերկուսակցական համահայկական միավորում էր, որ իր մեջ ներառեր ազգային գաղափարախոսությունը կրող կուսակցությունների, անհատների, եւ կուսակցություն դարձավ 21 թվականի արտահերթ ընտրությունների նախաշեմին ստիպված, քանզի օրենքը այլ ձևաչափ թույլ չէր տալիս, որպեսզի մասնակցություն ունենային ընտրությունների։ Ինչ վերաբերվում է, ինչ ասելիք ունի, նախ բևեռը գալիս է ընտրություններին հիմնականում հաղթած գաղափարներով, սա առանց համեստության կարող եմ ասել, որովհետև այն ինչը մենք 8 տարի, 10 տարի առաջ կրկնում էինք եւ դրա համար հալածվում էինք, այսօր որոշ կանխատեսումներ, որոշ վերլուծություններ նախ ցավալիորեն իրականություն են դարձել եւ այն լուծումները, ճիշտ է, կիսատվռատ են կրկնում մեր ասածները, բայց այն լուծումները, որ մենք էինք առաջարկում, այսօր կրկնում են շատ քաղաքական ուժեր, կուսակցություններ, շարժումներ, օրինակ որը։ Եկեք անուններ չտամ։ Չէ, որ գաղափարները օրինակ, որ կրկնում են։ Այն, որ Ռուսաստանի երաշխավորությունը մեր անվտանգության հարցով, Արցախի հարցով, որ մենք
ասում ենք, եթե նույն ճանապարհը շարունակեն, անկախության թեզը կամ միայն ռուսական կոնտինգենտի ներկայությունը Արցախում, դա բերելու է Արցախի հայաթափումն ու Արցախի լիարժեք օկուպացիային։ Մյուսը, որ Միացյալ Նահանգների հետ անհրաժեշտ է ռեալ ռազմաքաղաքական համագործակցություն ծավալել, ճիշտ է, դա անում են մենակ բանավոր խոսքի մեջ, ձևականորեն, սակայն մենք ռեալ ռազմաքաղաքական հավասարակշռություն ենք առաջարկում Հայաստանին, ինչը բազմիցս նշել ենք, ԱՄՆ ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ, որը որ ոչ թե երաշխավորություն, այսինքն այդ նույն ворթի քաղաքականություն վարելն է, որը որ մենք տեսել ենք այս վերջի տասնամյակներում, այլ ռազմական սպառազինության համատեղ արտադրություն, բանակի նոր վերակազմավորում, մուտք դեպի ռազմական բարձր տեխնոլոգիաներ Միացյալ Նահանգների, համատեղ զինավարժություններ եւ այն ծրագիրը, որ սրանից 15-16 տարի առաջ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը բավականին ծավալուն աշխատանք ունեն, ազգ բանակ ծրագրի մասին է խոսքը։ Հենց ազգ բանակ ծրագիրն էլ կիրառելով մենք կունենանք գերպաշտպանված պետություն, բայց այս բանակը հանրապետականների իրականում ոչ, դա ժամանակագրությամբ այս թվային դարում շատ հեշտ է ապացուցել, դա դեռևս 2012 թվականին այդ աշխատությունը ունեին եւ այս հարցը իրականում էլի է բարձրացվել, այս հարցին պատասխանել ենք, որ ոչ միայն սա, այլ որակի պետություն խոսույթն էլ հանրապետականը ժամանակին վերցրեց եւ ուղղակի կիսապռատ եւ ոչ հիմքային կառուցվածքային բնույթով կիրառեցին, որը որ դա չէր մեր ասելիքը։ Նույնը ազգ բանակ ծրագրի մասին է, եթե ժամանակ կունենանք, մի օր կարելի է շատ մանրամասը անդրադառնալ դրան, անցում է կատարվելու այս սովետական մոդելի, կայսերական մոդելի բանակից դեպի ազգային բանակի, ազգային զինված ուժերի, որը որ կոնկրետ նախատեսված է մեր ռելիեֆին, մեր տարածաշրջանին, մեր բնակչությանը, մենտալիտետին եւ ամբողջությամբ իր մեջ ներառելու է ամբողջ ազգին։ Ոչ թե ամբողջ ազգին բանակ ենք տանելու, այլ ամբողջ ազգը իր գործունեությամբ, իր ներկայությամբ, իր ունակությամբ նպաստելու է երկրի պաշտպանությանը։ Դա կարելի ավելի մանրամասն անդրադառնալ, այսօր ըստ դրա ժամանակը կգա։ Հա, պարոն Կարապետյան, եթե Բևեռը անցնի խորհրդարան եւ ստեղծվի այնպիսի մի իրավիճակ, որ Բևեռի քվեները պետք կլինեն երկրում իշխանապողություն անելու եւ ամենաշատ ձայն ստացած ընդդիմադիր քաղաքական ուժի վարչապետի տեխնացուին վարչապետ ընտրելու հետ կապված, Բևեռը ինչ կանի։ Նախ Բևեռը մինչ ընտրություններն էլ միշտ հանդես է եկել գործող վարչախմբին հեռացնելու կամ անվստահություն հայտնելու կոչերով, մասնակցությունով, շատ դեպքերում մասնակցել է, առաջինը ինքն է իջեցրել կուսակցական դրոշը միավորվելով տարբեր մեծ շարժումներին, նույն գործելավոճը ինքը կանի խորհրդարանում, բայց մենք չգիտենք խորհրդարանում որ ուժերն են հայտնվելու, դրա համար անուններ չտանք, ժամանակը կգա եւ նախ առաջին նախապայմանը, որ այս իշխանությունը երրորդ ժամկետը չպետք է շարունակի, սա միանշանակ է։ Այսինքն ԿՊ-ի հետ կամ օգուտ ԿՊ-ի ցանկացած գործողություն բացառենք։ Իհարկե։ Մեր ամբողջ այս վերջի տարիների գործունեությունը միայն հենց դա էլ ապացուցում է։ Թեև դուք եք ցուցակի առաջին համարը, բայց Բևեռի վարչապետի տեխնացուն Վարուժան Ավետիսյանն է, ով բանտում է։ Եթե գաք իշխանության եւ մեծամասնություն հավաքեք, ինչ եք անելու, այսինքն նրան բանտից հանելու եք, ընտրեք վարչապետ, չէ՞ որ նա օրենքի մեջ մտած դատական ուժ ստացած վճիռ կա եւ նա պատիժ է կրում, ո՞նց է լինելու։ Հասկացա։ Տեսեք, նախ օրենքի այստեղ շատ հստակ ձևակերպումներ կա, իրականում այո, առաջի համարը ես եմ ստանձնել, սակայն մեր վարչապետի տեխնացուն
նշում ենք խորհրդանշական, բայց իրականում մեր վարչապետի տեխնացուն Վարուժան Ավետիսյանն է։ Տեսեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող գրանցել որպես պատգամավորության ռեյտինգային տեխնացու Վարուժան Ավետիսյանին, սակայն մենք պետք է հասկանանք, որ սա վարչապետի ընտրությունները չի, սա ազգային ժողովի ընտրություններ, այսինքն խմբակցությունների, կուսակցությունների ընտրություններն է եւ այն խմբակցությունները, որոնք որ կանցնեն խորհրդարան, 1/3-ը իրավունք ունի վարչապետի տեխնացու առաջադրել։ Այս դեպքում, եթե մենք մեծամասնություն կազմենք, իհարկե կարելի է շնորհավորել հայ ազգին, այդ վարկյանից սկսած իրենք կապեն լրիվ ուրիշ Հայաստանում արմատապես փոփոխված եւ բոլոր արատներին բուժման բանաձևերը ի հայտ եկած Հայաստանում։ Դե դա բոլորը ասում են այդպես, պարոն Ղարաբաղյան։ Իրականում գործունեությանը պետք է, բայց սպասեք ես հարցս ավարտեմ, դրան կանդրադառնամ։ Իհարկե գործունեությանը պետք է ուշադրություն դարձնել, ոչ թե խոստումներին, այսօր շռայլում են բոլոր քաղաքական ուժերը խոստումներ, պետք է հասկանանք, որ Հայաստանի նոր անկախ պատմության մեջ չի եղել նախադեպ, որ խոստումները չկատարած իշխանությունը կամ քաղաքական ուժը պատժվի։ Այսինքն խոստում դատարկ խոստումներ տալու ժամանակը չի, եկել է ազգային իշխանության ժամանակը։ Իսկ խորհրդարան ձևավորվելուց հետո խորհրդարանը ձևավորվելուց հետո օրենքը թույլ է տալիս, որ կամ փաստաբանները կամ հենց ազգային ժողովը դիմի դատարան կալանքի հարցը կամ վերացնելու կամ փոփոխության հարցով, այսինքն երկու ճանապարհներն էլ տանելու են դատարան։ Մեկ հիմքով, որ տվյալ անձը ընտրվել է որպես երկրի վարչապետ եւ դիմում են, որպեսզի կալանքը փոխվի կամ վերացվի։ Օրենքը չի արգելում կալանքի մեջ գտնվող մարդուն առաջադրվել որպես վարչապետի տեխնացու։ Այո։ Այսինքն սահմանադրությունը տալիս է, որ հստակ նախապայման է, որ պետք է լինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ունենա ընտրության իրավունք եւ եթե չեմ սխալվում, երրորդ կետն էլ կա։ Վերջին 4 տարում բնակված։ Հա, վերջին 4 տարում մենք գիտենք խոսքը Վարուժան Ավետիսյանի մասին է, որը որ ինչ 4 տարի է։ Մշտապես բնակվել է եւ բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, ցավոք այսօր բանտում եւ մեզ չլուսաբանելու, նախ շնորհակալություն պարոն Սիմոնյան ինձ լուսաբանելու համար։ Դες միշտ բևեռին լուսաբանում եմ։ Սա եւս մեկ առիթ է ժողովրդին մեր հանրությանը տեղեկացնել, որ Սասնա ծռերը գտնվում են բանտում Վարուժան Ավետիսյանի գլխավորությամբ, քանզի մեր հասարակության լայն շրջանակներ դեռևս չեն տիրապետում այդ ինֆորմացիային։ Բևեռը ըստ վերջին սոցիոլոգիական հարցումների, որոնք հրապարակվեցին օրերս, խոսքը PMG ընկերության հրապարակած հարցումների մասին է, անցողիկ շեմը կարծես թե չի հաղթահարում, ինչ ծավալի, ինչ թվի ընտրողներ ունեք, ինչ եք կարծում։ Իրականում տեսեք, օրինակ 18-21 թվականի ընտրությունների տվյալը, եթե այսօր վերլուծենք, 21 թվականին հստակ դիցուկ օրինակ, 21 թվականի ընտրությունների արդյունքով Բևեռը 6-րդ տեղն էր, նախ Հայաստանում գոյություն ունեցող 100-ից ավել կուսակցություններ ուներ, իսկ խորհրդարան անցած ուժերի երկու կուսակցություն իր առաջ թողեց, այն 3-ը անցան դաշինքի տեսքով կամ առանձին կուսակցության տեսքով, այն 3-ը անցան խորհրդարան, այսինքն Բևեռը այդքան էլ փոքր չի, 6-րդն էր 21 թվականի ընտրություններին։ Իդեպ հաշվի առնենք, որ 21 թվականի ընտրություններին այդքան մեծ ժամանակ չկար, որպես քաղաքական ուժ ավելի արտահերթ էր, ժամանակ տրված չէր, գումարած դրան անհավասար պայմանները, որը որ այսօր էլ կա, գոյություն ունի, իսկ այս ընթացքում վիճակագրական հարցումները նախ իրականության ամբողջությունը չեն արտացոլում, հնարավոր է վաղը այդ ամեն ինչը փոփոխվի մի այլ տեսքի կամ մեծ բանավեճերի ժամանակ մի ուրիշ տեսք ստանա, հույսով ենք հնարավոր է փոփոխություն, բայց սա չի կարևոր, նախ էլի շեշտեմ, որ Բևեռը այն կուսակցությունը չի, որ ստեղծվել է ընտրություններից 5 րոպե առաջ ընտրություններին մասնակցելու այդ սպոյլեր կոչվածները, հա,
եւ այն կուսակցությունը չէ, որը որ ի հայտ է գալիս, ոչ մի գործունեություն չի ծավալում եւ ի հայտ է գալիս ընտրությունից ընտրություն, այսինքն ժողովրդից սուտ խոստումներով քվեք կորզելու նպատակով։ Մենք դրա նպատակը չունենք, մենք մի քանի մանդատի կամ մի քանի աթոռի կռիվ չենք անում, այլ բևեռի ներկայությունը, եթե այդպես դիտարկենք, որպես անցողիկ շեմը հաղթահարած ուժ, իհարկե մենք գնում ենք դեպի ավելի մեծ նվաճումների այս ընտրությունների առումով, բայց իրականության զգացողությունը չենք կորցրել եւ դիտարկում ենք, եթե նույնիսկ ընտրական շեմը հաղթահարի, հավատացած եղեք, որ բևեռի ցանկացած անդամ, եթե անցնի խորհրդարան, ինքը խորհրդարանի ամբողջ բովանդակությունը բնույթը փոխելու է, որովհետեւ ժողովուրդը հնարավորություն է ունենալու լսել, հասկանալ այնպիսի գաղափարներ, այնպիսի մտքեր, այնպիսի բանաձևեր, որոնց մասին նա տեղյակ չէր եւ դա թաքցվել էր 35 տարի։ Շատ լավ, հետևենք process-ներին, ձեզ եւ ձեր քաղաքականուշին հաջողություն եմ մաղթում, կարծում եմ դեռ առիթներ կունենանք քննարկելու։ Մեծ սիրով, շնորհակալություն եթերի համար։